Ողջույն սիրելի հետևորդներ, պատկերացրու դու կանգնած ես փակ դրան առջև, թակում ես, կանչում ես, բայց ներսից պատասխան է գալիս, չեմ ճանաչում քեզ։ Սա սարսափելի պատկեր է, բայց սա հենց այն է, ինչ ասում է Քրիստոս։ Այսօր այս լուրջ ու արթնացնող խոսքը կարդում ենք Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխի առաջին հատվածում, եւ սա պարզապես առակ չէ, սա զգուշացում է մեր կյանքի համար։ Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանվեցի 10 կույսերի, որոնք իրենց լապտերներն առած ելան Փեսային ու Հարսին դիմավորելու։ Նրանցից 5-ը հիմար էին, 5-ը իմաստուն։ Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձետ չվերցրին, իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձետ վերցրին։ Եվ երբ Փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին ու քուն մտան։ Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա Փեսան գալիս է, վեր կացեք նրան ընդառաջ»։ Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. «Մեզ ձեր յուղից տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են»։ Իմաստունները պատասխան տվեցին եւ ասացին. «Այնպես չլինի, որ թե մեզ եւ թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ եւ գնեք ձեզ համար»։ Երբ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ եւ ովքեր պատրաստ էին նրա հետ հարսանեկի սրահը մտան եւ դուռը փակվեց։ Ավելի ուշ եկան նաեւ մյուս կույսերը եւ ասացին. «Տեր, բաց արա մեզ համար»։ Նա պատասխան տվեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ։ Արթուն մնացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը»։ Ամեն։ Հիսուսը պատմում է 10 կույսերը սպասում են Փեսային, 5-ը իմաստուն, 5-ը անմիտ։ Բոլորը ունեն լապտերներ, բայց տարբերությունը այստեղ է, իմաստունները ունեն նաև յուղ։ Սիրելի հավատավոր հետևորդ, բոլորը կարող են նման լինել արտաքինից, բոլորը կարող են ունենալ լապտեր, բայց ոչ բոլորը ունեն յուղ։ Հարցրու քեզ, քո հավատքը միայն արտաքին է, թե ներսում կա կենդանի կապ Աստծո հետ։ Փեսան ուշանում է, բոլորը քնում են։ Սա շատ իրական պատկեր է։ Մենք բոլորս կարող ենք հոգնել, թուլանալ, ուշադիր չլինել։ Մի մեղադրիր քեզ միայն այն բանի համար, որ հոգնում ես, բայց կարևորը ինչ վիճակում ես արթնանում։ Հանկարծ կեսգիշերին լսվում է կանչը. «Ահա Փեսան գալիս է»։ Սա անսպասելի պահ է։ Քրիստոսի գալուստը կարող է լինել անսպասելի։ Ապրիր պատրաստ, ոչ թե երբեմն, այլ միշտ։ Անմիտ կույսերը հասկանում են, իրենց լապտերները մարում են եւ խնդրում են յուղ, բայց արդեն ուշ է։ Յուղը չի կարող փոխառվել։ Յուղը խորհրդանշում է կենդանի հավատք, Սուրբ Հոգու ներկայություն, անձնական հարաբերություն Աստծո հետ։ Ոչ ոք չի կարող ապրել քո հավատքը քո փոխարեն։ Քո հարաբերությունը Աստծո հետ անձնական է։ Մինչ նրանք գնում են յուղի հետևից, դուռը փակվում է։ Երբ վերադառնում են, լսում են. «Չեմ ճանաչում ձեզ»։ Սա հատվածի ամենածանր պահն է։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Աստված սիրող է, բայց նաև արդար։ Ժամանակ կա պատրաստվելու եւ ժամանակ կա, երբ արդեն ուշ է։ Մի հետաձգիր քո հոգեվոր կյանքը։ Այսօր քո օրը Հիսուսը ավարտում է մի պարզ խոսքով. արթուն եղեք։ Սա ամբողջ կյանքի առակի սա ամբողջ հատվածի առանցքն է։ Արտաքին նմանությունը չի նշանակում իրական հավատ։ Պետք է ունենալ յուղ, կենդանի հավատ։ Քրիստոսի գալուստը անսպասելի է լինելու։ Հավատը անձնական պատասխանատվություն է։ Պատրաստ լինելու ժամանակը հիմա է։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այս առակը վախեցնելու համար չէ, այն արթնացնելու համար է։ Եթե այսօր քո լապտերը մարում է, դեռ ժամանակ կա այն լցնելու։ Եթե քո սիրտը հեռացել է, դեռ ժամանակ կա վերադառնալու։ Մի սպասիր վաղվան, մի հետաձգիր, սկսիր այսօր, ապրիր արթուն, պահպանիր քո յուղը։ Եվ երբ Փեսան գա, դու ոչ թե դրան առջև կլինես, այլ ներսում նրա հետ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել։
Մեկնաբանության մեջ գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին և ուղարկել ընկերներին, բարեկամներին, հարազատներին, որպեսզի ավելի տարածվի Աստծո խոսքը։